հավաքում եք մի պաշտոնի, որի ստեյության ընդհատության տակ հիմնականում չէ, որպես կանոն պաշտոնատար անձինք են այդում ուժային համակարգի ծառայողներ, ձեր կնոջ ԱԱԾ-ում ծառայելու հանգամանքը չի կարող ձեզ կաշկանդել կամ ձեր վրա ազդեցության լծակ լինել, որպեսզի դուք նրանք ԱԱԾ-ում կատարվող կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ այլ հայացքով նայեք sense պայմանական ասած։ Ես տեսնեմ, պարոն Յանիսյան, ինձ կաշկանդող որևէ հանգամանք չկա, իսկ ինչ վերաբերում է ապագայի իրադարձություններին, ես չեմ կարող դրանք կանխատեսել, բայց նորից եմ նշում, որևէ կաշկանդող հանգամանք կամ կաշկանդող անձ իմ համար գոյություն չունի։ Լավ, ես հաջորդը նույնս հնարավոր կաշկանդող հանգամանքների մեջ դուք շատ երկար ճանապարհ եք անցել տարբեր պաշտոններում ձեր ներկայիս վերադասի հետ, հա, եւ այս առումով նույն կաշկանդվածությունը չեք ունենա, օրինակ, եթե վաղը քննչական կոմիտեի գոյության ծառայողի քննություն լինի։ Որտեղ ես ներողություն, ես օրինակ բոլորովին վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել որոշումով անդրադարձավ Կարեն Անդրեասյանի եւ նրա մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանի, հա, հենց այդ գիտեք, հա, հիմա օրինակ այս առումով, եթե դուք ենթադրենք քննեք ինչ-որ մի գործ, սենց հարցի ռիսկ չեք տեսնում։ Շնորհակալություն հարցի համար։ Ներողություն էլի խնդրում եմ մի ուղղակի հաշվի առնելով, որ հնարավոր է, որ ես այդ գործին մասնակցեմ, մի հատ ստակեցնենք էլի։ Խնդրում եմ ստակեցրեք էլի ինչի հետ կապված է, որովհետև ես անխուսափելու են այդ գործի վերաբացմանը հնարավոր է մասնակցել, ինչ խնդիր եք առաջխաշում։ Չէ, այդ գործի հետ կապված Գործի հետ կապված չի հարցս։ Չէ, ես ասում եմ, որ դա հանգամանք է։ Մի եդն էլ է արձանագրում, որ դա հանգամանք է, որ երբ որ օրինակ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ էր եւ Գրիգոր Մինասյանը արտարադատության նախարար էր, իրենց ընկերական հարաբերությունները էական հանգամանք է, որը ազդում է շատ բաների վրա։ Այդ թվում տվյալ դեպքում մի եդի պարագրամ կարգապահական վարույթի կոնտեքստում էր նայել։ Հիմա ես հարցում եմ նույնը, օրինակ ձեր ընկերական հարաբերությունները քննչական կոմիտեի ներկայիս նախագահի հետ նման ռիսկ չի կարող ստեղծել։ Հա, բայց այնտեղ ուրիշ բան է արձանագրել, որևէ այդպես չի արձանագրել, էլի ուղղակի դրա համար եմ ասում, որ հենց այնպիսի հստակություն, որ ես մասնակցելու եմ, անկորձ այնպես չլինի, որ բացարկի հարց ունենամ, այնպես չի քննարկվել այդ հարցը, չի ասում այդ փաստը գոյություն ունի ընդհանրապես, որը խանգարեցնում, չի քննարկվել այդ հարցը, հիմա կարող եք պատասխանել։ Վերադառնալով այս հարցադրմանը, պարոն Պողոսյանի հետ այո 2013 թվականից գտնվում ենք գործընկերային հարաբերությունների մեջ, երբ որ ինքը աշխատում է Շիրակի մարզի դատախազությունում, ես աշխատել եմ որպես քննիչ, այնուհետև ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, իսկ ներկայում արդեն քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։ Ուզում նախ եւ առաջ նշել, որ ես երբեք չեմ խուսափում իմ կարծիքը արտահայտելուց ու իմ տեսակետը ներկայացնելուց, այդ նաև ղեկավարության հետ շփումներում ու նաև հնարավոր իրավիճակների քննարկման տիրույթում։ Բայց որպեսզի այս հարցադրման մասով ձեր կասկածները փարատեմ, հա, շահերի պահպան իրավիճակով պայմանավորված, բերեմ պրակտիկայից իմ աշխատանքային փորձից օրինակներ, երբ որ ես աշխատել եմ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, իսկ պարոն Պողոսյանը աշխատել է գլխավոր դատախազությունում որպես գլխավոր դատախազի տեղակալ, նրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների դատախազների կողմից
բազմաթիվ վերաքննիչ բողոքներ եմ ստացել վերաքննիչ կոռուպցիոն դատարանում, բողոքներ եմ ստացել նաև այդ նույն գործերով պաշտպանական կողմից, պաշտպաններից եւ կայացրել եմ օբյեկտիվ եւ արտար դատական ակտեր ու շատ հաճախ նաեւ իմ կայացրած դատական ակտերը չի համընկել դատախազության դիրքորոշման հետ եւ այս մասով պարոն Պողոսյանը որպես գլխավոր դատախազի տեղակալ իմ կայացրած բազմաթիվ ակտերի դեմ բերել է վճռաբեկ բողոքներ այսինքն անհամաձայնություն է հայտնել իմ կայացրած ակտերի դեմ հետեւաբար սա վառ օրինակ է այն մասին որ որևէ շահերի փախում այս իրավիճակում նաեւ հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնելու դեպքում չի կարող լինել իսկ ինչ վերաբերում է քննչական կոմիտեի ծառայողների վերաբերյալ քրեական բարույթների քննությանը ապա նշեմ որ ներկայում եւս երբ որ հայտնաբերվում են քննիչների կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ տվյալներ իմ կողմից ինչպես նաեւ ինձ ենթակա աշխատակիցների կողմից համապատասխան զեկուցագրեր են ներկայացվում քննչական կոմիտեի նախագահային ծառայական քննություն անցկացնելու նպատակով իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաեւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվում հակակոռուպցիոն կոմիտե հետեւաբար այս մասով որևէ կաշկանդվածություն չի կարող լինել շնորհակալություն Շնորհակալ եմ, այո, ես գամ մի պրոբլեմատիկ քրեական գործի խոսքը մասնավորապես